Չորրորդ հանրապետությունում ժողովուրդ եւ իրավակարգ հարաբերությունները տարբեր են լինելու նախորդ շրջանի մեր պատկերացումներից։ Հետևաբար նաեւ անձը թեկուզ ենթագիտակցորեն Իրանից օտարել է պետությանը, այդ թվում եւ իրավակարգը։ Այսինքն մենք մեր հայրենիքը օգտագործել ենք որպես պատասպարվելու տեղ մեր պետությունից։ Հայ հեղափոխական դաշնակցության գործունեությունը արգելվել էր։ Երկրորդ շանս կար, չեմ ասում հատուկ երկրորդ փորձ արվեց։ Շատ մեծ բևեռվածություն ա եղել համանդրության փոփոխությունների շուրջ։ Ընդդիմության դիրքորոշում բոյկոտներ։ Այդ օրվանից հետո ընտրությունները Հայաստանի Հանրապետությունում ստացել են երկրորդ անվանումը, այն է թվանկարչություն։ Ինչ ես կարծում Սերժ Սարգսյան թրաֆիքինգի զոհեր։ Վերից վար կոռումպացված միջև վերջին երանգը ստրուկտուրիզացված։ Ներգրավել են իրենց դեմ հանցագործությունների մեջ, էլի, այդ հանցագործությունը ըստ էության քաղաքացու դեմ է կատարվում։ Հռչակագրի թեման քննարկել եք։ Կգնան եւ կողմ կքվեարկեն։ Ես ունեմ այդ համոզմունք։ Շնորհակալություն Արուսյակ, իհարկե կարելի է շարունակել խոսել